ձեզ մեղավոր զգում եք, որ Արցախի ղեկավարները Բաքվում ցմազատազրկման Չեմ ինձ մեղավոր զգում, ոչ մի բանի համար ես քաղաքականությունից չգամ։ Ոչ, իրենք են մեղավոր։ Այ չեմ ուզում այդ հարցին, արդեն ներվերս էլ չի հերիքում դրանց հարցը։ Իրանք արդար մարդիկ են, պետք է սխալ չդատապարտեն։ Բայց դուք մեղավոր զգում եք դրա համար, որ իրենք դատապարտվել են։ Մեղավոր, բավոց չեմ զգում։ Ես իրանք է մեր հայազգի ժողովրդներից են։ Ոչ չեմ զգում, աղջիկ չեմ։ Ոչ չեմ զգում։ Շատ ցավալի հարց է, խնդրում եմ չեմ կարող այդ հարցին անկեղծ ասած պատասխանել, բայց ամեն դեպքում ցանկալի էր, որ մեր հայրենակիցները մեր երկրում լինեին։ Այստեղ արդեն կորոշեն իրենց հետ ինչ կլիներ։ Քաղաքականությունով չեմ զբաղվում, թող իշխանությունը մտածի։ Այո, շատ մեղավոր եմ զգում, այո։ Ինչ պիտի անենք, որ դա ճիշտ է։ Պետք է մեր ղեկավարները ճիշտ մտածեին երևի։ Շնորհակալություն։ Չեմ կարող ոչինչ ասել այդ ուղղությամբ։ Ոչ, ես Արցախից եմ, բայց ինձ մեղավոր չեմ զգում։ Մեղավոր զգում եք, որ Արցախի ղեկավարները Բաքվում ցմահ եւ երկրորդ։ Իսկ ինձ մեղավոր զգամ։ Ովքեր են մեղավոր։ Թող Նիկոլը իրան մեղավոր զգա։ Ինքն է բուրը տվե դրանց։ Իսկ դուք որպես հայրենակից ուղղակի ձեզ մեղավոր չեք զգում, որ մեր հայրենակիցները հիմա Բաքվում են։ Չորցա ես պետք է մեղավոր զգամ։ Եթե կառավարության աշխատող եմ։ ինչի չեք փորձում գոնե հեռացնել այդ կառավարությանը, եթե մտածում եք, որ ինքն է մեղավոր։ 90%-ը չի ուզում իրան էլ ինչ։ Ես եմ շփում 90%-ը Երևանի ոչ մեկ իրան չի ուզում։ Ոչ մեկ։ Այս շփում ենք։ Սենց կարաս հարցնես, Նիկոլինով ա ոչինչ, ոչ մեկ։ Շնորհակալ եմ։ Գիտես, երբ խաղաղություն կլինի։ Հա? Երբ որ Արցախը կվեկալեն, Գետաշենն ու Շահումյանը կվեկալեն, մերոնք նոր այդվա խաղաղություն կլինի։ Կյանքում չհավատաս, որ սենց խաղաղություն է։ Մինչև Գետաշեն, Շահումյան, Արցախ չվեկալեն, խաղաղություն չի։ Այն երկը կա, չէ, դարպասներն էր։ Այն Լևոնի վախտով տվին, այտենց էլ բացվարվեց։ Ոչ, քանի որ հենց իրանք են վաճառել Արցախը եւ մեզ, աղջիկս։ Այն մարդիկ, ովքեր հիմա Բաքվի բանտերում են։ Այո։ Ես ինքս մասնակից եմ եղել եւ իմ այս կույր աչքերով եմ նկատել եւ զգացել իմ աշկի վրա։ Ինչով եք զգացել, որ իրենք են վաճառել։ Քանզի մեր հացն են կերել եւ անմեղ իմ զավակներին անձն են խորը։ Իսկ իշխանությունները ոչ միջում մեղավոր չեն։ Դուք նկատի ունեք Սաիդի որդի Քոչարյանին եւ Քոչարյանը կապ չուներ 20 թվականի պատերազմի հետ, այդ ժամանակ իշխանությունները այլ մարդիկ էին, այլ մարդկանց մեջ ներկա իշխանություններին ես ես հասկանում եմ ձեր հարցի իմաստը, աղջիկս, Փաշինյան Նիկոլը երբեք կապ չի ունեցել, քանզի արդեն վաճառված է եղել, ուղղակի նա շիզոֆրենիայի մեջ տարապող մարդ է, իր վախից չի ասել, որ վաղուց է վաճառված եղել, աղջիկս, իսկ կարող եմ ավելացնել, թող աշխարհը իմանա, ամբողջ ազգս թող իմանա, ես 88 թոռ եմ, առաջնահերթ ասեմ, երկրորդը, որ մեր ոչ համ թիկունքից, համ առջևից, համ կողքերից, հարվածել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, այս ամբողջի հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Կատրիչ Ներսիսյանի հետ միասին, խնդրում եմ չկրճատեք, էլի չկտրեք։ Աղջիկ ջան, ինչ կարամ ասեմ, ես ոչ մի բան էլ ես չեմ գիտեմ, չեմ իմանում ազիզ ջան։ Բարև ձեզ։ Դուք ձեզ մեղավոր զգում եք, որ Արցախի ղեկավարները Բաքվում ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման են։ Իդի սխալ է, քաղցր ջան։ Ալիևի չուզում է լավ ցավ։ Թող ստե մտերմանան հետը։ Դերախ վերջը ինչ անելու։ Մեր երեխեքն են իղկ։
ջահելներն են մեղք, որ ես կյանքով են ապրում։ Հասկացար։ Ասելու տեղ չի մնացել, որ մի քիչ երկար խոսապ դիլացել, ցավնալ։ Մի հատ կորցրեցի, ապերազմի։ Ինչ երեխա բերակ դենար, ոչ է մենան համար եմ գոհում, որ ասում են մոզկ, այ երեխելը բեցիր։ Ինչ ասեմ ծարդ տավեմ, ասելու բան չկա, առած ասելու էլ բոլորը գիտեն ինչ ուծան։ Բայց դուք որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայրենակից այդ ռազմագերիներին ձեզ մեղավոր զգում եք, որ նրանք հիմա բախվում են եւ դատապարտվել են։ Ես ինչի զգամ ինձ մեղավոր, ցավը տալեմ։ Պատճառը կա, որ այդքան ծմահ են տվել, չգիտեմ։ Բայց ինչը մերոք այդից գերին է չվերցրին, այդ է հետաքրքիր։ Իրանք վերցրին, բայց մեկ չկարացիք վերցրին։ Այդ է պահը։ Լացը ստեղ ագան է։ Ասելու բան չկա, ասելու տեղ չկա, կիսրած ասում էր խոսալու տեղ չի մնացել, էլ չի կարող խոսալ։ Բայց ես ինչի պետք է մեղավոր զգամ։ Որպես հայրենակից։ Որպես հայրենակից ցավ եմ ապրում, որպես հայ, որտեղ հայի սիրտը անկախ իրենց անուշադրությունից, թե իրենք ինչքան անուշադիր ղեկավարներ են եղել, թե իրանք ինչքան են իրանց անձնական շահը վերդասել Արցախի շահից, Արցախցու բնակչի շահից, հասարակ ժողովրդի շահից, անկախ այդ ամեն ինչից, էլի հայի սիրտա ցավում է, ես ոչ թե ինձ մեղավոր եմ զգում, ու չեմ էլ կարա զգամ դրա իրավունքը չունեմ էլ, որ զգամ մեղավոր, ուղղակի կարամ ցավ ապրեմ, կարա սիրտս ցավա, իրանք ունեին բոլոր հնարավոր միջոցները, Արցախի ղեկավարությունը ունեին բոլոր հնարավորությունները, որպեսզի չհայտնվեին Արցախում։ Ունեին այդ հնարավորությունը։ Իրենք 20 եւ ավել տարի իրենք իշխանություն են եղել, չէ, Արցախում իշխանություն են եղել։ Այսօր ես տեսնելով Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ կատարված շինարարական այս ահռելի ժեներական աշխատանքները սահմանում սկսած հենակետներից, թե հայ զինվորը ինչ հենակետում է հսկում իրական Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ցրտից պաշտպանվելով, քամուց պաշտպանվելով, փոթորիկներից պաշտպանվելով, հակառակորդի կրակոցից պաշտպանվելով, թե մենք դուք էլ ականատես եղած կլինեք պաշտպանության նախարարը, որ տարածել է տեսանյութ, թե ինչ հենակետներ են, ինչ ինժեներական աշխատանքներ է կատարված։ Այ եթե ձեր ինժեներական աշխատանքներ 30 տարի կատարվեր Արցախում, Արցախի իշխանությունների կողմից, առաջին հերթին մենք չէինք ունենա այնքան կորուստ իշխան որ ունացել ենք, որովհետև զինվորի կյանքը պաշտպանված կլներ, ոչ թե հողի մեջին բաց երկնքի տակ խրամատում կլներ, այլ բետոնյա խրամատում կլներ, որը մետրերով շերտ ունի։ Եվ ցանկացած անաթոչը թռչող սարքերի հարվածներից մեր եղբայրները պաշտպանված կլինեին եւ այդքան զոհեր չէինք ունենա, երկրորդն էլ Արցախը պաշտպանված կլներ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես իրանց հետ իշխանություն չեմ եղել, իրանք են ունացել այդ հնարավորությունները, իրանք չեն օգտագործել իրանց հնարավորությունը, որ չհայտնվեն գերության մեջ, իրանք չեն օգտագործել այդ հնարավորությունը, իրանք օգտագործել են իրանց հնարավորությունը իրանց անձնական հարստության, իրենց անձնական հաջողությունների համար։ Ու տեսանք մենք իրանց անձնական հարստությունը որտեղ մնաց, իրանց անձնական շահը որտեղ մնաց։ Այ եթե մտածեին պետության անձնական շահի համար, Արցախի անձնական շահի համար, չենք ունենա այնինչ ունեցանք, իրանք էլ չէին հայտնվի Բաքվի բանկերում։ Ոչ, մեղավոր չեմ զգում, ուղղակի սիրտս ցավում է, այդքանը։